Շնորհակալ եմ ելույթի եւ ներկայացման համար։ Դուք ձեր ելույթում մի շեշտադրում արեցիք, որն ինձ անհանգստացրեց։ Խորհրդարանում դուք խոսեցիք օրենսդրական փաթեթների մասին, որոնք ընդունվել են ըստ էության եւ խոչընդոտել են արդարադատության հասանելիության հարցը։ Ձեր ուղիղ ցիտում օրենքները, որոնք չեն նպաստել արդարադատության հասանելիության հարցին։ Խնդրեի ներկայացնեք, որ օրենքների նախագծերի մասին է գնում խոսքը եւ ինչ լուծում եք այդ դեպքում պատկերացնում։ Արձագանքում, քան որ ենթադրում եմ, ինչի մասին է խոսքը, նաեւ կարձագանքի։ Ես չգիտեմ ձեր ենթադրությունը հիմա կհաստատեմ արդյոք թե ոչ, Տիկին Ղազարյան, բայց ես խոսում եմ այն մասին, որ այն փոփոխությունները, որոնք մենք պարտադրված ենք իրականացրել եւ իրականացրել ենք նաեւ պահի դրությամբ որևէ խնդիրների լուծման նպատակով, կարող են հանգեցնել, այո, ես իմ խոսքում ասի կարող են հանգեցնել նաեւ արդարադատության մատչելիության կորստի։ Ինչու՞։ Որովհետեւ մենք ունեցել ենք իրավիճակ, երբ որ փոխել ենք հարկման համակարգը, օրինակ, փաստաբանների։ Արդյունքում մենք ունենք իրավիճակ, որ փաստաբանների մեծ մասը ահռելի չափով բարձրացրել է իրենց գնացուցակները։ Արդյոք մենք չենք նպաստել նրան, որպեսզի հանրությունը հիմա ավելի քիչ հնարավորություն ունենա իրավունքները պաշտպանելու դատական կարգով։ Եվ նմանատիպ մի շարք այլ փոփոխություններ, որոնց թույլ տվեք հիմա գոնե չանդրադառնալ, բայց հաճույքով ձեզ հետ հետագայում կարող եմ զրուցել։ Մեկ արձագանք, համաձայն։ Կարող է ենթադրել, որ հարկման մեխանիզմի մասին է, որովհետև խորհրդարանում էլ այս մասին ուսումներ ենք ունեցել։ Կարող եմ հասկանալ, որ հարկման մեխանիզմի, այսինքն շրջարկից հրաժարվելու այս քաղաքականության արդյունքում, այո, իրապես կարող է գնաճ տեղ ունենալ փաստաբանական ծառայությունների մասով, բայց մյուս կողմից էլ եթե դիտարկում են եւ համեմատում այլ մասնագիտությունների հետ, օրինակ ուսուցիչ, ով 20% է հարկվում բժիշկ, զինվորական, այսինքն այստեղ 5 եւ 20% այս հարկման տարբերակման ընթացքում անարդարության դեֆիցիտ կրկին կա։ Դրա համար իմ հարցն հետեւյալն է. ինչպես եք դուք տեսնում լուծում, այսինքն հարկման մեխանիզմի փոփոխության չդիմել, պահպանել 5%-ը, բայց այստեղ էլ այս արկա հսկա տարբերակումը ինձ թվում է էապես չի նպաստում այն մյուս դետալին, որի մասին դուք խոսում եք։ Դուք ըստ էության լուծումը տեսնում եք կրթության միջոցով, եւ այստեղ կրկին էս կրթական համակարգում հսկայական, ուրեմն 20% բերը եկամտահարկից ասում են թողնում ենք ուսուցիչների վրա, փաստաբաններին պահպանելով 5%-ը։ Որն է ձեր պատկերացրած լուծումը այս բaragայում։ Տիկին Ղազարյան, միանշանակ կհամաձայնեի ձեր հետ, եթե նման մոտեցումը ընդհանուր առմամբ շնչահարկի վերացման վերաբերելի լիներ ընդհանուր առմամբ բոլոր համակարգերին եւ ունենային արդարացի լուծում բոլորի համար անխտիր։ Եվ նաեւ հետագայում գուցե դուք հնարավորություն ունենայիք ուսումնասիրություններ կատարել, տեսնել թե ում վրա ինչ ազդեցություն ունեցավ այդ փոփոխությունները եւ այդ ազդեցությունների արդյունքում կայացնել նոր որոշումներ։ Միևնույն ժամանակ մենք ընտրանքային փոփոխություններ ենք կատարել, ես ընդամենը միայն մեկը նշեցի որպես հարկման բազայի փոփոխության արդյունք, եւ քանի որ դուք լսումներ եք իրականացրել, ես ներողություն եմ խնդրում փաստորեն բաց եմ թողել այդ պահը եւ չեմ էլ իմացել այդ մասին եւ չեմ հետեւել, այդուհանդերձ գուցե այնտեղ ձեզ փաստաթղթեր կամ թվեր են ներկայացվել, որոնք որ չի կարող պատահի, որ ձեզ մտահոգող երևույթ չհանդիսանան, որովհետեւ ես հիմա այս հարցին անդրադառնում եմ միայն որպես քաղաքացի, սովորական քաղաքացի, ում բեռն է ավելացել իրականում եւ ոչ թե փաստաբանների հարկման դաշտը։ Եվ եթե մենք հիմա լուրջ ուսումնասիրություն իրականացնենք, կտեսնենք, որ իրականում թվերի մասին ենք խոսում, որոնք որ բարձրացել են եւ դա ոչ թե հարկման դաշտի արդարացիության մասին է արդեն խոսում, այլ ուղղակի ծանրացրել է որոշ քաղաքացիների իրավիճակը, ովքեր առանց այդ էլ հնարավորություն չունեին դատական համակարգի արդյունավետությունը այդքան բարձր չէ դեռևս, հնարավորություն չունեն իրենց պաշտպանելու։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։